Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ըստ երևույթին բայթուցիկ, բայթունավդանք գացություն ստեղծված է Սփյուռքի մեջ եւ նաեւ հայրենիքներս բարձրապես որովհետեւ այսպես կոչված Սփյուռքյան երևելիներ հանցինս Նուբար Աֆեյաններուն եւ Վաչե Մանուկյաններուն շրընթալից հայդարարությամբ հանդես գալը եւ ամեն գերբ սխալ փնութակրելը թե իբրև թե ներգա քաղաքական իրավիճակի մեջ բայկար գա բեդության հայկական pedagogiության եւ եկեղեցվո միջև իմ զրուցակցին հարցումս որ հայտնի հրաբարակախոս Վարոն Ոսկա Մխիթարյանն է արդյոք այդ դեսակ փնութակրման համաձայն եք Վարոն Մխիթարյան Բարոն Չապարյան, այդ փնութակրումը ամփոփությամբ գեղձիկ է։ Բազմիցս մենք այս փեմեն հայտարարած ենք, որ նման բան բացարձակապես գոյություն չունի։ Եթե լուրջ ալեգոծումներ կան այսօր ներկա իշխանության եւ եկեղեցվո բարձրաստիճան հոգեվորականներ ունետ կհասկանամ։ Բայց պետք չէ սխալ բիդագավորել եւ ասել որ հայրենի իշխանությունը գահալած է եկեղեցին բայկար գա եկեղեցվոտեմ նման բան գոյություն չունի սիրելիներ բոլորը դա լավ գիտեք որ այդ աթորը բռնակրաված քարեկին գատուղիգոս թշպախտապար 26 տարիներու ընթացքին յուրացուցած է եւ մենադիրությամբ գասպադագե աչ եւ ցախ բոլոր դա դեղյակ եք որ քարեկին գատուղիգոս 26 տարիներու ընթացքին առավել քան 150 եկեղեցականներու գարկազրկած է զանազան հերյուրանքներով բաճարներով ներառյալ արքեպիսկոպոս եպիսկոպոսով չկա սիրելիներ գարկ ու կանոն չկա օրենք քարեկին գատուղիգոս կգարձե որ ինքն է դերը ինքն է թադավորը եւ ինքն է թահիջը հետեւաբար ոչ մեկուն գարձիկը կարևորություն ունի այս բարակային հետեւաբար այսօր հրաբարակ ելած են հարկանք ունենք մենք նուբարներու հանդեպ վաչեի հանդեպ ուրիշներու հանդեպ որոնք ասկային կյանքի մեջ ներդրում ունեցած են լավ գործեր են բայց այս կան խոշոր սուդմը քլդորել հրաբարակ եւ այս բոլորը խոսիլ Սփյուռքի անունով հոս է հանցանքը 5-6 մեծահարուս չգրնար Սփյուռք ներկայացնել ամեն բանի առաջ իրենք Սփյուռք չեն Սփյուռքի մեջ բարերարություններ կատարած են բայց Սփյուռք չեն ներկայացնել որովհետեւ Սփյուռքը բազմաջուղ է զանազան մշակութային կենտրոններ կան գուսակցություններ կան եւ իրենք անոնց ներկայացուցիչ չեն բայց որբեսի հանգամանք տան իրենց հայտարարության ելած են Սփյուռքի անունով կխոսին լավ գլավոր այսուհետև ավելի զուսպ բլան եւ չխոսին այդ մասին ինչու է զարմանալի եւ թեթև ընդվզումով կխոսիմ այս մասին Բերտ Սետրակյան անոնց մեկն է բոլոր դալ գիտեք որ ներկայիս հայ բարեգործական միության մնայուն նախագահն է եթե այդքան հայրենասեր եք բարոն Սետրակյան լավ գլար որ մեր հայկական վարժարանները չփագեիք հոնոր սերունդ կթասիարակվի Սփյուռքի մեջ ամեն բանին ավելի եկեղեցվո չափ եւ առավել կարեւոր են մեր հայ վարժարանները դուք ձեր ղեկավարության օրերուն Ըլլադիգա արևելքի մեջ Ըլլադիգա Ամերիկայի մեջ վարժարաններ փակեցիք Բարոն Վաչե Մանուկյան ձեզ անսաբես կճաշնամ Փացարիկ հորմը որդին եք դբրոց փացիկ Փասադինայի մեջ ձեր անունով արդյոք գարիք ունեիք այդ գումարին որ այդ ուրջացած, փարկավաճած երկրորդական վարժարանը փակեցիք
հիմա ելերեք Սպիրկի անունով ամենան հայոց կաթողոս կպաշտպանեք, որոնի չլալը լավ գիտեք դուք։ Ձեզ համար նորություն չէ, բարոն Մանուկյան։ Դուք որ մոտիկ բարեկամ եղած եք Գարեգին առաջին կաթողոսին եւ լավ կճանչնակ ամբողջ միապանությունը։ Հետևաբար դուք սեզ գվարգապեկեք Սպիրկի անունով խոսելու եւ ասելու որ ներկա իշխանությունը եկեղեցին գալած է անակման քոյտուն չունի նաեւ կզարմանամ Վահե Գաբրաշին բարոն Գաբրաշ արի հարկանք ձեզի ես ձեզ կճանչնամ այն օրերուն երբ ես մղիտարյան հայրերու մոտ գկորձեի եւ երբ որ հայրոքոստինոս կհալածվեր ես հոտվածաշարքեր կհանեի եւ դուք անստավես ինձի հերացայներիք ասելով որ այս չէ մոդեցումը ես հիմա ցեզի հարց կուտամ դուք կաթողիկե եկեղեցու կպատկանիք երբ վնեվեր ամենան հայոց հայրաբեդին պաշտպանելու ելած եք եթե հարց կա կաթողիկե եկեղեցի ներս ծերսելի կողոն ունենակ բայց որովհետև մենք լավ գիտենք Քուսան Վարդապետ այդ մասին արդայդվեցավ մոդիկ անցյալին որ դուք Գարեգին կաթողիկոսի հետ նյութական հարցեր ունիք հետևաբար այդ բոլորը պատճառ հանդիսացան որ դուք ելեք Սպիրկի անունով Զվիցերյան ըստած բայց համայն Սպիրկի անունով ելեք մայր աթոռը պաշտպանեք լավ գլա որ այսուհետև լրեք բարոն Գաբրաշ Բարոն Աֆյան ձեզ մոդեն գճանշնամ ձեր հարազատներն ալ միասին ի վերջո հերավոր ասկականալ ենք մենք մեծապես կքննադենք այդ բոլոր աշխատանքները որ գտանեք հայ կյանքերս նամանավանդ Հայաստաններս եւ դակավին այս առավոտ կգարտայի որ ինչպես գոչ կնեք որ Ռուփեն Վարդանյանը որ հագա կանոնական միջոցներով այսօր ազատազրկված է եւ այդ ուղղությամբ աշխատանք կտանի լավ է քննադելի այդ կորձը բայց մի ելեք այնպիսի հերյուրանքներ հրաբարակեք անալ Սպիրկի անունով որ այսօրվա իշխանությունը եկեղեցի գհալած է սիրելիներ adank բան քոյություն չունի գփավեալևս բոլոր անոնք որոնք այս իշխանությունը չեն սիրեր չեն հանդուրժեր այս հերյուրանքներեն հերու մնան այլևս իշխանա բեդությունը բեդագանաշինությունը կսկսի եւ կզարքանա այն ադեն եւ մենք լրջորեն մտահոգված ենք հայրենիքով եւ այդ հայրենիքը խաղաղության մեջ է դուք ձեր հայտարարություններով բարոն Թերցակյան Մանուկյան Աֆյան անգամ եւս կփոթորգեք մեր ժողովրդին կյանքը ոչ միայն հայրենիքի մեջ հիմա կփորձեք Սպիրկի մեջ ազատ ցկեցեք Սպիրկը դակավին շատ հարցեր ունի ինքզին գտնելու հետևաբար այս հարցերը մի բերեք Սպիրկ այս հարցերը պիտի լուծվին հոն մեր այն եկեղեցականներու կողմը որոնք իսկապես կհավատան իրենց առաքելության եւ կհավատան եկեղեցվա առաքելության այսօր բոլորիս համար հստակ է եթե իշխանությունը իր ցերքը երկարած է գարկ մի եպիսկոպոսներու հետ գուզե հայ եկեղեցին բարեկարգել իրավացի է սիրելիներ 50 տարի է ես այդ մասին կքրեմ բոլորը ծանոթ եք գխոսենք եւ կքրենք այդ մասին հայ եկեղեցին ամեն ժամանակները առաջ հիմա բարեկարգության պետք ունի ով է արգելքը ամենայն հայոց կաթողիկոսը 26 տարվա մեջ դակավին ասկային եկեղեցական ժողովը դեղի չունեցավ որովհետև ինչպես քիչ առաջսի թակավորն է թադավորն է եւ թահիճն է չի կարելի սիրելիներ մեր եկեղեցին
ժողովրդական եկեղեցի։ Եկեղեցին թուգեք։ Ես ուտունենք եկեղեցին։ Եվ մենք պիտի որոշենք մեր եկեղեցու աբական, որովհետև մեր ժողովուրդն է, որ իր արցունքներով այդ խաչքարերը լվացած է եւ բահած է թարեր ունտածքին։ Եվ այսօր եկած են վաճառականներ, փերեզակներ, որոնք Աստծո դունը վերածած են վաճառադամ։ Հետևաբար մենք զորավիկ կգանքնենք Հայաստանյաց առաքելական եկեղեցվո, բայց պիտի ճուզենք ներկա եկեղեցական Փարսվաստիճան անցինք մնան այդտեղ եւ հոշոտեն եւ առավել հոշոտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցին, որովհետեւ հոնգը բացակայի հոգին, սիրո հոգին, Աստծո խոսքի բագաս կա այդտեղ։ Մեր ժողովուրդը ծարավ ունի այդ մեկուն, այդ ծարավը սպասարկող հոգևորականներ չկան, սիրելիներ, մեր հոգևորականներուն մտահոգություն միայն տրամն է, փառքն է, ուր մնաց ծեր ուխտը աղկատության, երբ ձուն եկակ խորանի արջև, բոլորը տրամի մասին կխոսի, նյուտենանտին չգաստիր, չեք կարծեր, որ հասած է ժամանակը, Քրիստոս ինչպես վաճառականները դաջարեն դուրս վրընդեց, հիմա ժողովուրդը այդ մդրագը իր ցերկը պիտի առնե եւ դուրս պիտի տնե Հայաստանյաց առաքելական եկեղեցին բոլոր վաճառական եկեղեցականները, որոնք վեղարի եւ սքեմի տակ բահվդած գգեղեցեն հայ ժողովրդի ամենագեղեցիկ ազնիվ հոգևոր սկացումները։ Շատ կարևոր հարցադրումը ինձի ներկայացվեցավ, մի քանի սրտացավ Լոս Անջելեսի հայ ընկերներու կողմէ, որոնք շատ թիբուկ կերպով այս մտահոգությունը բարձեցին։ Բարոն Աֆեյան, բարոն Մանուկյան եւ մնացած հարկելի անձնավորություններ, որ ստորագրած են այդ appeal-ը, գոչը։ Դուք դերյակ եք, որ ներկա Նիկոլ Փաշինյան վարչապետի վարչակազմը մի քանի տարի առաջ թիմած են ամենան հայոց Գաթողիկոսյան գահը սպաղեցնող Կարեկին երկրորդին, որուն աշխարհական անունը Գտույչ Ներսեսյան է, եւ իրեն հարց տված են, որ ինչու դուք չեք բարձեր այն կումարները, որ կստանաք ամբողջ աշխարհի 4 կողմեն, եւ մենք իմանանք թափանցիկության սիրույն, մենք իմանանք եւ ինչ որ պետք է, որովհետեւ իրավացի գերբով հայկական pedagogiությունը արդեն գայացած պետություն է պետք է ասեմ եւ բանանային պետություն չէ դուք բարոնայք գաբրիկ արևմուտքի երկիրներու մեջ մեկ մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ մյուս մասը Մեծն Բրիտանիո մեջ եւ այլ երկիրներ եւ այս երկիրները որ գնշեմ ես օրենքի քերագայության ներքո ովևէ եւ փոլոր եւ յուրաքանչյուր գրոնական գազագերբություն իշարս հասարակական այլ գազագերբություններու եւ վստահ եմ որ դուք քաչադերիակ եք IRS-ի օրենքով պետք է իր եկամուտները հայտնե եւ եթե պետք լա պետք է նշե այդ եկամուտներուն աղբյուրները թափանցիկության համար ուրեմն եւ որ հայկական pedagogiությունը այդպիսի բանջ կներկայացնե որ շատ իրավացի բանջ մնե եւ օրվան
բռնագալը մայրաթորը բռնազավթած ուզուրպացած անձնավորությունը ամեն երբ գնդիմանա եւ այստեղ շատ կարեւոր հարցադրումն է որ կգադարվի բազմաթիվ Լոս Անջելեսի հայերու եւ պետք է ասել որ սպիրկը հայերու գոմե որ ինչու Հայաստանի Հանրապետությունը բեք չէ իրազեկված ըլլա այդ գումարներու աղբյուրներուն ես մի քանի օր առաջ ավելի ճիշտ այդ դխրահրճակ գոչի դարաձում են ամիջապես յետքը իմ Facebook-յան ընկեր բարոն Նուբար Աֆեյանին Messenger-ով թիմեցի որբեսի զրուցեինք միասին եւ միջի հիմա այդ թիմումս անպատասխան գմնա ես կպատրաստվիմ media inquiry ուղարկել եւ բարոն Աֆեյանին գխնդրեմ որ Messenger-ի միջոցով ինձ իր email-ի հասցեն եթե գփարե հաջի փոխանցե որբեսի ես այդ media inquiry-ին ուղարկեմ եւ այդ media inquiry-ին մամլո հարցաբնթումը կամ հրավերը գմիդի հետաբնթել հետեւյալ միտքը որ ինչ արդարացում գուտակ այդ դխրահարճակ գոչի գազმավորման եւ ադոր ներքևը ծեր անունը ըստորակրելու համար եւ նաեւ այդ media inquiry-ով ես նպատակ դրած եմ որ հրավիրեմ բոլորըդան բարոնայք հարկելի բարոնայք որ Zoom-ով կամ Webex-ով հարցազրույց իրականացնենք հերոստային զրույց իրականացնենք եւ մի քանի հարցումներ որ ես արդեն ասենք իմի փերածեմ իմ բազմաթիվ զրույցներու միջոցով այդ հարցումները ցեզի ներկայացնեմ որովհետեւ դուք արիթ ունենաք որ ծեր կատարած ակտի արդիվ ինքնապաշտպանություն կամ ինքնարդարացում իրականացնեք որովհետեւ արդարը լանք եւ ցեզիալ ջիս սևով արիթ տված լանք որ դուք ցեզի արդարացնեք ադի այդպես հիմա երկրորդ կարևորագույն կետը որ ես կփապակեի բարձրացնել tell me who your friends are ինձ ասեք ձեր ընկերը եւ իմանանք դուք արդյոք դեղյակ եք որ նույն ինքն բարոն Բեր Սետրակյանը դխրահարճակ հիմա արդեն մահկանացուն գնքած է Լուիս Սիմոնի հետ այդ գյուզել գազագերբությունը որ դասնյակ հազարավոր անդամներ ունեին աշխարհով մեկ հայ բարեգործական ընդհանուր միությունը Armenian General Benevolent Union-ը եւ այդ անդամները օժտված էին լիազորված էին մանդատ ունեին ընդրելու իրենց քվեով ղեկավարությունը ընդրելու եւ 1998-ի չարակուշակ օրը երբ Larchmont-ի վրա Հոլիվուդի մեջ Լոս Անջելեսի մեջ հայ բարեգործական ընդհանուր միության գետրոնը երբ համակումար գազագերբված էր բարոն Բեր Սետրակյանը եւ Լուիս Սիմոնը բռնազավթեցին հայ բարեգործական ընդհանուր միությունը փանացև անցկացնելով վախեցման գարկով այն ժամանակվա բադվիրակներուն որ գոմ քվեարկեն այն փանացևին որ վերջ կտնե ընդրելու կամ քվեարկելու իրավունքին այն հազարավոր դասնյակ հազարավոր անդամներուն ուրեմն ոչ միայն այդ ակտը այդ դխրահարճակ ակտը իրականացավ այլ նաև նովին կորձով Բողոս Նուբար Փաշաներու այդ վեհանցն անձնավորություններու գողմե հիմնված այդ հոյագապ Փարեսիրական գազագերբությունը բռնազավթվեցավ եւ ավելի քան 5 միլիարդ դոլար անցավ ուրեմն
մասնավոր խմբագիմը վերահսկողության ներքև, կոնտրոլի ներքև եւ ի թշվախտություն ամբողջ հայ ազգին մենք 1999 թվականին հոկտեմբեր 27-ին ականատես եղանք այն խոշոր գաշարադվության, որ կորզաթրվեցավ Քարեքին B չգաթողիկոսի ընդրության գեղձիկ իրականացնելու համար 20 միլիոն դոլարի վերաբերյալ գաշարքի շրջանառությամբ։ Եվ հիմա բարոն Նուբար Աֆեյանը, բարոն Վաչե Մանուկյանը, որոնց ես անձնապես կճանչնամ, ուրախ եմ, որ այդպիսի հայեր գոյություն ունին, ահագին բարեգործություններ իրականացնում, ինչպես որ բարոն Մխիթարյանը ասավ, բայց այս բարակային ես ալ կմիանամ բարոն Մխիթարյանին այն գոչին, որ այս դխրահրճակ գոչը հետս գոչեք բարոնայք, որովհետև ասի բադիվ չի բերեր ոչ մեկիս եւ այս պատմական խաչմերուգին երբ հայկական pedagogiությունը այնքան կարևոր պատմաշրջանը մտածե եւ հայկական pedagogiությունը իր ինքնիշխանությունը, անկախությունը, հողային ամբողջականությունը եւ արտաքին տնտեսական, ռազմական, քաղաքական գաբերու բազմազան դարձնելու առաջադրանքը ակտիվ երբով գեդաբնթե դուք գոմնակալություն գնեք եւ գոմ գբրնեք հոգուտ այն անձնավորության, որուն մասին արդեն միլիոնավոր հայեր դեղյակ են, Գդրիշ Ներսեսյանը թե ինչպես Գերմանիայեն, արևելյան Գերմանիայեն փախցուցին KGB-շնիկները եւ ինչպես այսօրվա օրով արդեն մենք դեղյակ ենք թե ինչի հիման վրա Քարեքին երկրորդը մեդալ ստացած է, չէ, մեդալ ստացած է Պուտինյան Ռուսաստանեն, որ խոշոր թավաճանություն կորձեց հայկական pedagogiության թեմ եւ Արցախի հայաթափումը գազմագերբեց եւ բարդացրեց եւ նաեւ դուք գոմ կփռնեք այս դխրահարճակ մարդուն, որուն եղբայրը արդեն հայտնի է որպես Գարո Ներսեսյան եւ Մոսկվայի եզրած arczepiskopos-ը եւ նաեւ հայտնի է որպես KGB-շնիկ։ Ուրեմն դուք այսպիսի մարդկանց գզորակցիկ, ուրեմն ես ցեզի գվերանորոգեմ իմ հրավերս, որովհետեւ դուք հանդես գաք եւ բարձապանեք մեր հերոստատիդորներուն եւ ընդհանրապես հանրության, թե ինչի հիման վրա, ինչպիսի արդարացի փաստեր ունիք, որ այսպիսի դխրահարճակ գոչիմը ներքև ծեր անունը գստորակրեք եւ ինքնաարադավորման ճանապարհը կփռնեք եւ գարձեք թե այս ցավերը չէին փավեր վերջերս ալ իմացանք որ այն դխրահարճակ անձնավորությունը որ մարդագերության բոլոր փնթակրումները գարտարացնե Արշավիր Գönջյան անունով որ անալ իր հերթին Լոս Անջելեսի Արշակ Դիկրանյան վարժարանի փակման գլխավոր թերագադարը եղած է եւ այսօրվա օրով միլիոնավոր դոլարներու ճակատագիրը հստակ չէ թե ինչ կգադարվի եւ վերջերս ալ իմացան կանադահայությունեն որ ինչպես դխրահարճակ այսօրվա թեմագալ առաջնորդը Հովագիմյանը որ Քարեքինաբաշտ Քարեքին B Ներսեսյանի եւ Եզրաս Մոսկվայի Եզրասի եւ Լոս Անջելեսի Հովնան arczepiskopos-ի մաֆիայի մաս կգազմե եւ անշուշտ կանադահայերը անցկությամբ կհիշեն այն դխուր օրերը երբ arczepiskopos Հովնան Դերդերյանը ինքնալ իր հերթին Կանադա եղած ժամանակը աբորունի յուրացում, այսինքն թալանած է Արցախյան պատերազմի առաջին ազատամարտի ընթացքին զոհված զինվորներու, այրիներուն եւ որբերուն օգնության ֆոնդը եւ հիմա արդեն գտեսնենք որ ներգա թեմագալ առաջնորդը Հովագիմյանը աբորունի գերբով
unilaterally, ինչպես որ գսեն, խախտելով բոլոր օրենքները մի քանի օլիգարխներով, կանադահայ օլիգարխներով եւ որոնց հերթին ըստ երևույթին բարոն Նուբար Աֆեյանի հարազատ եղբայրը բարոն կանադահայ Աֆեյանը մասնագից եղած են Հայաստանյաց արաքերական եկեղեցու անշարժ քույքի գալվածի աբորինի վաճառման ուրեմն այս մասին հետակային մենք պիտի հրավիրենք կանադահայեր որ այս մասին բարձրափանումներ ունեն հիմա այս դխրարչակ վիճակի մեջը ես պիտի առաջարկեմ որ իմ զրուցակիցը բարոն Մխիթարյանը իր միտքը շարունակի Բավական խոսեցանք այս մասին բայց ես երկու նախատասություն եւս կուզեմ մեր մտքերում վրա ավելցնել նախ կդադարենք այս խմբակը որը Սպիրկի անունով գխոսի ինչու որովհետեւ մենք ցեղասպանութեն են վերաբրող առաջին երկրորդ կամ երրորդ սերունդն ենք ես անշուշտ առաջին սերունդն եմ հետեւաբար հազիվ մենք Սպիրկի մեջ կփորձենք մենք ըզմեզ գտնել որպես ասկ եւ այսօր մեր այս հարկելի անձերը բարերարները գուքան անգամ եւս խրովելու մեր սպիրտյան կյանքը որն համար բացարձակապես իրավունք չունի սիրելիներ եթե մենք ուզենք մեր եկեղեցին փրկել այս փերեզակներեն մասնակցեցեք ծեր քաուտներեն ներս կորզնական քայլ արեք անդամակրվեցեք ծեր եկեղեցիներուն որբեսի թուկ ըլլակ դերը ծեր եկեղեցիներուն եւ թուկ ըլլակ որոշողը ով պիտի լա ծեր եկեղեցվո առաջնորդը եւ սպասավոր քահանաները չմոռնաք եկեղեցվո սպասավորներն անոնք եկեղեցին թուգեք սքեմավոր հոգեվորականներ չեն որոնք գարադավոր են մեր սրբությունները այսօր քիչ առաջ բարոն Չապարյանը խոսեցավ հաշվետվության մասին դխուր երեսները մեկն մեր եկեղեցվո չկա հաշվետվություն բացարձակապես մինչ այդ քարեկին գաթողոս գո հոխորդա որ ինք հարյուրավոր միլիոններու գիշխե վկայություններ շատ են այս մասին իսկ ամենը մոդիկ վկայությունը որում մասին ասկի առաջ արդայդված ենք եւ ես անձնապես այդ գումարը փոխանցելու մեջ թեր ունեցած եմ 2005 թվականի մոտավորապես եւ որ Նյու Յորք Լայֆի դադարությունը վերջացավ եւ բավական գումար ավելցավ խմբակը որոշեց բարասիրական նպատակներու համար դրամատրել որոշ գումար ամենայն հայոց կաթողիկոսության դրվեցավ $450,000 նույն 400,000 եւս մեծիդան անգելիկո կաթողիկոսության բազմիցս հարցուցած ենք Հովնան արքեպիսկոպոսին թե ինչ բադայցավ այդ գումարին ամեն անգամ նույն պատասխանը ստացած ենք որ ես միածին ըրգեցի այդ գումարը բայց մինչև այսօր ես միածին դակավին չէ հայտարարած որ ինք ստացած է այդ 450,000-ը հոս է սիրելիներ ասի դակավին մեծ գումարներուն կով փոքրիկ գումարի մասին խոսենք չկա հաշվետվություն չկա թափանցիկություն անորոման այս օրերուն հասած ենք հետևաբար մի մեղադրեք եթե իշխանությունը եւ կամ բարգեշտ եկեղեցականներ հրաբարակ ելած են եւ գուսեն եկեղեցին բարեկարգել եկեղեցին պետք է բարեկարգվի եւ այդ բարեկարգության մեջ կարևոր թեր պետք է ունենա ժողովուրդը ես տուն չենք կրնար անդարբեր մնալ եկեղեցվոթերը շատ մեծ եղած է անցյալին այսօրա կրնալ եթե հերացնենք եկեղեցի են այս վաճառականները որոնց մտահոգությունը միայն փառք բադիվ եւ թրամն է ժամանակը հասած է սիրելիներ
բոլորս ոտքի գանքնինք եւ դերը ալանք մեր եկեղեցու եւ բահանչենք չմոռնաք որ մեր եկեղեցիները ըլլա հայրենիքի մեջ ասպյուրքի մեջ հայ ժողովրդի քրդինքով շահված նվիրատվություններով գբահբանվին եւ հետեւաբար դուք բարդավորեք եւ իրավունք ունիք հաշիվ բանջելու որևէ առաջնորդ առանե ոչ միական էսմիազական թեմի գակնարկեմ այս բարակային նաեւ գիլիգյան թեմեն հաշիվ պետք է բանջեք գարելի չէ ցախ կրբանեն առնել աչ կրբանը տնել եւ ժողովրդին ասել որ դուք գործ չունիք դուք միան տրամ վճարեցեք անոր հետևանքն է այս մենադիրությունը այս մենադիրության հիվանդությունները մեկնալ է Քարեքին Գաթողոսի գոմեն նշանակված առաջնորդներ որոնք արդու իրգունգը խնգարգեն իրեն որբեսի աթորի վրա մնան ասպյուրքի մեջ քիչ թե շատ այո գան գազագերբություններ որոնք կմասնակցին անդրության բայց Հայաստանը ներս բացարձակապես գոյություն չունի նման բան Քարեքին Գաթողոս ինքը որոշե իր հացահատիկեն գշտացող երիտասարդը թեմի առաջնորդ դակավին նոր թարմ է բոլոր դա լսեցիք զվիցերու մեջ ինչ պատահեցավ դեղվույն դեղաբա Զարակում վարդապետը հերացվեցավ Քարեքին Գաթողոս առաջնորդը որոշեց չգասենք բան որոշեց բարը բիդի չլա ինք ի վերջո այն ինչ որ ժողովրդին գոմ է գնդրվի իր օրտնությունը պիտի դա միայն բայց պետք է վերջ տանք այս մենադիրության այս ստալինյան իշխանության վերջ պետք է դրվի հայ եկեղեցին պետք է փրկենք սիրելիներ ես ու թուն ուրիշ սև չկա եթե իշխանությունը այսօր ցերկ երգարեց այն եկեղեցականներուն որոնք անդրադարձան իրենց սխալներուն եւ գուզեն աբաշխարանքի միջոցով մոդենալ եկեղեցին եւ բարեկարգել բոլորս միահամուռ պետք է մասնակցենք որովհետեւ եկեղեցին փրկվի այս անիրավներեն որոնք Աստծո դունը վաճառադան վերածեցին սիրելիներ անդարբեր մի գնաք մի եսեք ինձ ինչ այս բոլորին բարդավորությունը մեզի գինա եւ մենք հանցավոր ենք նույնადեն չմոռնաք եթե այսօր սանցարցակ կգործե վերին իշխանությունը եկեղեցական որովհետեւ մենք չբահանջեցինք մեր իրավունքները ժամանակը եկած է հայրենիքներս ըլլա սպյուրքի մեջ մենք պիտի բահանջենք եւ թույլ պիտի չտանք այս մենադիրության Ես կոչ կուղեմ վարչապետ Փաշինյանին որ ամեն գերբ արգել չգենա հայկական pedagogian թադա իրավական համագարկին եւ իրավաբահ մարմիններուն որբեսի իրենք ակտիվ երբով հետապնդեն թափանցիկություն եւ հաշվետվություն որովհետեւ առանց հաշվետվության եւ քախնի տրամի լվացումները pedagogan համար առաջին սպառնալիք են իքորձ